Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Կայացավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի երկրորդ նիստը։ Լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 110-րդ թիվը։ 2020-ի պատերազմը գտածրի դիտարկվել որպես Ադրբեջանի բռնություն եւ կներկայացվի իբրև խաղաղության հասնելու միջոց։ Մեդաքսե Հակոբյան։ Բաքվի հայկական չարտերը դեղի ունեցան 1990 թվականի հունվար 13-ին 20-ը։ Բարի քաղաքին մեջ պիտի կայանա Հայաստան ԱԱԳ քարերու թակավարությունը խորագրով համաժողով։ Խարփերթի հայ գոշկագարները արևմտահայ արհեստներու հպարտությունը։ Գեսարիա հայկական անցյալի նոր բացահայտումներ։ Վան քաղաքի ավանդական համը ամանորի սեղանին։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի երկրորդ նիստը կայացավ։ Նիստի ընթացքին ազգային ժողովի նախագահ Տիգին Նելի Հարությունյան ներկայացուց խորհրդարանի ընթացիկ հարցերը, անդրադառնալով ազգային ժողովին մեջ գործող 11 հանձնաժողովներուն եւ պատգամավորներու փաշխումին անոնց միջև։ Ներկայացվեցան նաեւ 2026 թվականի օրացույցի կարևոր օրերը եւ անոնց նշանակությունը։ Օրագարկի հաջորդ կետով ազգային ժողովի թրքախոսներու հանձնաժողովը ներկայացուց առաջարկ նախաբես մշակել եւ պատրաստել հարցումներու ծրարը, որ կվերապերի Արևմտյան Հայաստանին։ Նախաձեռնության նպատակն է հասարակագիտական հարցումի միջոցով հայ ժողովրդին մեջ բարձրացնել պատմական հայրենիքի վերաբերյալ իրազեկվածություն ու զգոնությունը, ինչպես նաև դեղեկացնել իրականացվող գործնական քայլերուն մասին։ Լույս տեսավ Western Armenia շաբաթաթերթի 110-րդ թիվը։ Շաբիգին պատկերված է 1988 թվականի դեկտեմբեր 7-ի ավերիչ երկրաշարժը, որ քանի վայրկյաններու ընթացքին խլեց տասնյակ հազարավոր կյանքեր եւ հիմնովին փոխեց Սպիտակի, Գյումրիի, Վանաձորի եւ հարագից բնակավայրերու ճակատագիրը։ Այս ողբերգությունը դարձավ ոչ միայն մարդկային եւ նյութական անդառնալի գորուստներու պատճառ, այլ նաեւ համասկային ցավի եւ հիշողության խորհրդանիշ, միաժամանակ բացահայտելով ծանր փորձության օրերուն հայ ժողովրդի համախմբվածություն փոխօգնության ուժը։ Շաբաթաթերթը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն տարբերակներով։ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյան կնշե, որ Ալիևի արտարությունը ուժով հաստատելու հայտարարությունը նոր չէ, սակայն առավել վտանգավորը Հայաստանի իշխանություններու լուր ընդունումն է։ Անոր խոսքով գործընթացը քաղաքական կամք որակելով իշխանությունները փաստորեն կհերացնեն պատերազմը ու Արցախի հանցումը պատասխանատվության դաշտեն, ներկայացնելով զանոք իբրև գիտակցված քաղաքական ընտրություն։ Այս մոդեցումը կխեղաթյուրե 2020 թվականի պատերազմի գնահատականը, կարժեզրգե զոհվածներու սխրանքը եւ վտանգավոր նախադեպ կստեղծե արդարացնելու նոր գորուստներ։ Մեդաքսե Հակոբյանի համոզմամբ այսպիսի քաղաքական մեկնաբանությունը պետք է ստանա հստակ հանրային եւ քաղաքական մերժում։ 36 տարի առաջ Սովետական միության գլխավոր տերտերեն մեկը Իստվեստյան կգրեր թե ինչպես Կովկասով, Անդրկովկասով եւ Միջին Ասիայով թիմավորված են Բաքվեն փախած հայերը։ Մինվոտի օտագայանին մեջ AN-24 ինքնաթիռով ժամանած են 35 կին, 3 երեխա եւ 10 տղամարդ։ Երևանի Զվարթնոց օտագայանը վայրեջ կատարած են Կրասնովոդսկեն ժամանող ինքնաթիռները փոխադրելով Բաքվի հայ բնակիչները։ Հունվար 16-ին Կրասնովոդսկ հասած է սովետական Գալմիկիա լաստանավը 900 ավելի մարդով, իսկ սովետական Նախիջևան լաստանավի ժամանումով ենթադրաբար կսպասվեր ավելի քան 1000 մարդ։ Թերթը մանրամասն նկարագրած է տեղափոխումները, սակայն ոչ մեկտեղ բացատրված է թե ինչու մարդիկ ցմրան գեսին, լքեցին տուներն ու քաղաքը եւ ինչու շատերը փախան միայն տան հագուստներով։ Նույնպես այսօր Հայաստանի պետական լրատվամիջոցները գլորեն 1990 թվականի հունվար 13-ին 20-ը Բաքվի հայերու կոտորածի մասին։ 2026 թվականի հունվար 27-ին Բարի քաղաքին մեջ պիտի կայանա հայտնի լուսանկարիչ եւ բեմադրիչ Յագո Կորացայի Հայաստան ԱԱԳ քարերու թակավորությունը խորագրով համաժողովը։ Միջոցառումը կազմակերպված եւ հովանավորված է Բարիի մեջ Արևելյան Հայաստանի պատվավոր հյուպատոսության կողմէ։ Ավելի քան 80 երկիր ուսումնասիրած եւ National Geographic-ի համար աշխատանքներ հեղինակած Յագո Կորացան կառաջարկե ուղևորություն մտեբի Հայաստանի սիրտը, բացառիկ երկիրը իր աշխարհագրական դիրքով եւ փոթորկալից պատմությամբ, բայց միաժամանակ կենսունակ ու թիմացկուն իր ժողովրդի հպարտության եւ դոգունության շնորհիվ։ Հայաստան կատարած 14 այցելություններեն յետ Կորացանը ստեղծած է նորարարական մենահանտեսմը։ Անոր ներկայացման մեջ Հայաստանը կներկայանա ոչ միայն որպես մեծ տերություններու միջև գտնվող պետություն, այլ նաև որպես արժանապատվության, հիշողության եւ մշակույթի համամարտկային խորհրդանիշ։ Անոր աղաղակող քարերը կշարունակեն իրենց լուր, բայց հզոր ներկայությամբ վկայել համաշխարհային պատմության ընթացքին։ Այս համաժողովը բացառիկ առիթ մնե Յագո Կորացայի արվեստի միջոցով բացահայտելու հայ ժողովրդի հարադեպ ինքնությունը, որ տարերու ընթացքին թիմակայած է փորձություններու եւ շարունակած է գոյատևել եւ ստեղծագործել։
Խարպերտը Արևմտյան Հայաստանի կարևոր արհեստագործական կենտրոններեն մեկը հայտնի էր իր հայ գոշկագարներով, որոնք միավորված էին Կիլիաներու մեջ եւ կհատկանշվեին բարձր վարպետությամբ։ Անոնց պատրաստած որակավոր գոշիկները տարածված էին ամբողջ շրջանին մեջ, դարձնելով Խարպերտը կարևոր մատակարարական կենտրոն։ Ինչպես Մուշն ու Բիթլիսը մասնակցած էին բուրդի մշակման մեջ, Ամասյան ու Մալատյան գործվածներու, իսկ Գյումիշ-Խանեն ու Էրզրումը արձատագործության, այնպես էլ Խարպերտը առանձնացած էր գոշկագործությամբ։ Դեղի արհեստավորները կգործեին կանոնակրված Կիլիաներու շրջանակներուն մեջ, մեծ դեր խաղալով արևմտահայ քաղաքային տնտեսության եւ արևդուրի զարգացման մեջ։ UCLA համալսարանի շրջանավարտ պատմաբաններ Ջենիֆեր Մանուկյան ու Դանիել Օհանյան հիմնած են Գարաս ընկերությունը նոր շունչ հաղորդելով հայկական պատմության ուսումնասիրության։ Անոնց մասնակցությունը Օսմանյան Հայաստանի պատմությունը հնարավորություն կտա վերակենդանացնելու հնացած նամակներն ու անձնական գրառումները, դարձնելով զանոնք հասանելի եւ իմաստալից պատմություններ։ Ընկերությունը զբաղած է հայերեն անձնական նամակներու, հուշագրություններու, ցայնակրություններու եւ բացիկներու թարգմանությամբ, խմբագրությամբ եւ ուսումնասիրմամբ, մատչելի դարձնելով զանոնք ընտանիքներու, գիտնականներու եւ մշակութային հաստատություններու համար։ Գարասը նաեւ գարաչարգե արցանց դասընթացներ, գրապար, արևմտահայերեն եւ այլ շրջանային լեզուներ ուսումնասիրելու համար։ Մենք շատ ուրախ կլանք, երբ մարդուն կվերադարձնենք տողեր եւ նյութեր, որոնք երկար տարիներ բաղված եղած են բահարաներու կամ առաստաղի տակ, եւ կբացահայտենք անոնց ընտանեկան պատմության նոր շերտերը, գսե Ջենիֆեր Մանուկյան։ Ընկերությունը մասնակցած է նաև Հոհիտայի արխիվներու լուսանկարներու հավաքածուի դասակարգման եւ հրատարակման աշխատանքներուն, ընդգրկելով 1900-ին 1970 թվականները ֆիդայիներեն մինչև հայ-ամերիկացի ֆուտբոլիստներու պատկերները։ Գարասը ոչ միայն պահպանման հարթակ է, այլ նաև նոր ուսումնասիրություններ ստեղծող կենտրոն, որ թույլ կտա հայ համայնքին բացահայտելու, վերաիմաստավորելու եւ դոնելու իր մշակույթն ու պատմությունը։ Ամանորը Հայաստանի մեջ միշտ առանցած է ոչ միայն դոնական մթնոլորտով, այլ նաև հարուստ եւ հատուկ ճաշատեսակներով։ Վանի շրջանը մասնավորապես հայտնի է իր ավանդական ուտեստներով, որոնց մեկը սմբուկի դաբակն է։ Այս ուտեսը կհանդիսանա թե հիմնական ճաշատեսակ, թե գծու համերու սիրահարներուն համար իբրև համեղ լրացում դոնական սեղանին։ Սմբուկի դաբակը ոչ միայն համեղ ուտեստ մնե, այլ նաև Վանի խոհարարական ավանդույթներուն հիշեցում։ Այն կպահպանե դարաշրջանի ազգային համը եւ իր բարձ բայց տոնական բնույթով կզարդարե նոր դարվան սեղանը միաժամանակ փոխանցելով հայկական հարուստ մշակութային ժառանգությունը նոր սերունդներուն։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էին նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։